Ձերբակալել են նեոնացիստական խմբի 13 անդամի, այդ թվում կա 7 անչափահաս։ Նրանք ֆիզիկական բռնություն են գործադրել քաղաքացիների նկատմամբ։ Ներքին գործերի նախարարությունը հրապարակել է հանցագործությունների բովանդակությունը պարունակող կադրեր։ Հանցագործությունը նախատեսվում է 15 տարի ազատազրկում։ Էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացավ 5 թեթրիով։ Վրաստանի էներգետիկ հանձնաժողովի այսօրվա նիստում էլեկտրաէներգիայի գինը սահմանվել է հաջորդ 3 տարիների համար։ Նոր սակագինը ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից։ Փոփոխությունները կանդրադառնան նաև մասնավոր հատվածի վրա։ Գնային կարգավորման հարցի շուրջ աշխատանքները ընթացքի մեջ են։ Խորհրդարանում հատուկ հանձնաժողովը հանդիպել է դեղատնային ցանցերի ներկայացուցիչների հետ։ Քննարկումը տևել է մոտ 3 ժամ։ Պատգամավորների հիմնական հետաքրքրությունն ու քննադատությունը արտահայտվել է երկու խոշոր տեղական արտադրողների՝ Փարմայի և Ավերսիի ելույթներում։ Վրաց-Ուղղափար եկեղեցու 142-րդ պատրիարքի ընտրության թեման ակտուալ է քաղաքական դաշտում։ Իշխող թիմը որոշակի ընդդիմադիր խմբերի ակտիվացումը կապում է քաղաքական պատճառների հետ։ Նրանց խոսքով եկեղեցու մասին խոսելը միտումնավոր արշավի մի մաս է կազմում և որոշակի խմբեր փորձում են պառակտում մտցնել ինչպես հասարակության մեջ, այնպես էլ պատրիարքարանում։ Սիոնում ամեն օր հոգեհանգստի արարողություններ է կատարվում։ Տաճարը լեփ-լեցուն է եղել առավոտից։ Եկեղեցականները հերթով կարողանում են մտնել նորին սրբության Իլյա II գերեզմանի մոտ։ Պատրիարքի կողմից գահակալված եպիսկոպոս Շիոյի օրհնությամբ հոգևորականները 40 օր շարունակ կկատարեն հոգեհանգստի արարողությունը երգչախմբի ուղեկցությամբ։ Տաճարի դռները բաց են ուխտավորների համար ամեն օր առավոտյան ժամը 8-ից մինչև երեկոյան ժամը 10-ը։ 3 անձ ձերբակալվել է Նիկոլ Փաշինյանի վրա Երևանի Սուրբ Աննա եկեղեցում հարձակվելու փորձ կատարելու մեղադրանքով։ Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Փաշինյանը անվտանգության աշխատակիցների և այլ պաշտոնյաների հետ միասին փորձում էր դուրս գալ եկեղեցուց։ Անվտանգության աշխատակիցները ճանապարհ էին բացում Հայաստանի Հանրապետության վարչապետի համար, երբ երիտասարդը նրան ասել է, որ ցանկանում է մնալ այնտեղ, որտեղ կանգնած է։ Ինձ այդպես է մի նայեք, ասել է քաղաքացին Հայաստանի Հանրապետության վարչապետին և փորձել հարվածել նրան։ Նիկոլ Փաշինյանը ժեստ է արել իր հետ գտնվողներին լռել և խնդրել չարձագանքել։ Բացի այդ, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը հաստատել է, որ եկեղեցու բակում ձերբակալվել է 3 անձ, այդ թվում միջադեպին մասնակցած երիտասարդը, իսկ մյուս երկուսի ինքնությունը դեռևս հայտնի չէ։ Տարբեր դավանանքների ներկայացուցիչներին թույլատրվելու է աղոթել Երուսաղեմի Սուրբ Գերեզմանի տաճարում։ Իսրայելի կառավարությունը հայտարարություն է արել քննադատական գնահատականներից հետո։ Վերջին օրերին Իրանը բազմիցս բալիստիկ հրթիռներ է հարձակել Երուսաղեմի սրբավայրերի վրա և հարվածներից մեկի ժամանակ հրթիռի բեկորները ընկել են Սուրբ Գերեզմանի եկեղեցուց և մի քանի մետր հեռավորության վրա։ Ավելի ուշ Իսրայելի վարչապետը հաստատել է, որ հարձակվել է համապատասխան մարմիններին Լատին պատրիարքին լիարժեք և անհապաղ մուտքի իրավունք տրամադրելու Սուրբ Գերեզմանի տաճար։ Եվրոպական առաջնորդները արձագանքում են իսրայելական ոստիկանության որոշմանը։ Ֆրանսիայի նախագահը աջակցել է պատրիարքի Սուրբ Երկրի քրիստոնյաներին։ Նա ասել է, որ սուրբ վայրերում կրոնական ծեսեր կատարելու իրավունքը գնալով ավելի է սահմանափակում և մտահոգիչ է։ Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը այս գործողությունը գնահատել է որպես կրոնական ազատության խախտում։ Իրանի հետ բանակցությունները հաջողությամբ են ընթանում։ Դոնալդ Թրամփը հակադարձնում է։ Ամերիկայի նախագահը հաստատել է, որ Իրանը համաձայնել է Պակիստանի միջոցով փոխանցված խաղաղության ծրագիրը 15 կետերի մեծ մասին։ Նա նաև նշել է, որ որպես հարգանքի նշան Իրանը թույլատրել է նավթով բեռնված 20 նավերի անցնել Հուրմուզի նեղուցով։ Սլովակիայի վարչապետը խնդրում է Եվրահանձնաժողովին ճնշում գործադրել Ուկրաինայի վրա Դրուժբա խողովակաշարով նավթի տարանցումը վերահսկելու համար։ Հակառակ դեպքում Ռոբերտ Ֆիցոն
սպառնում է խոչընդոտել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթի ընդունումը եւ վերանայել իր դիրքորոշումը Ուկրաինայի Եվրամիության անդամակցելու հարցում։ Խստացվում է տոսախի հատման վերահսկողությունը քաղաքացիների տեղեկության համար տեղեկացնենք, որ տոսաղի ճյուղերը կտրելը, արմատախինանելը եւ վնասելը պատժելի արարք է։ Այս անգամ պատժամիջոցի չափը մեծացվել է եւ նախատեսվում է 500-ից 2000 լարի տուգանք։